մասը եւ ինչ անում Հայաստանը այդ տեսնելով ասում է դե որ դուք էս ասեցիք մենք էլ էս կասենք նրանք էլ էս կասեն նրանք էլ են կասեն վերջ զենքերը վերցեցին գնացինք ու էլի թող չգիտեմ մի 5000 երիտասարդ զոհվի հետո կտենանք ինչ անկեղծ որ ասեմ Տիկին Գալստյան ես հիմա ուզում եմ կիսվել ձեր տեսած հետոյի իմ ընկալմամբ դուք կարող եք համաձայնվել կամ չհամաձայնվել բայց որպես իմ ընկալման ձեր տեսլականի իմ ընկալման ես որպես ապացույց կարող եմ հիշատակել ձեր թղթերից մեկը օրինակ ես կարծում եմ որ ձեր տեսլականը այդ հետոյին է որ մենք կսրենք մենք կկռվենք հետո մենք չենք ունենա անկախ Հայաստանի Հանրապետություն գուցե շատերին թվա սա չափազանցություն եւ չափազանց վատ մեղադրանք քաղաքական ուժին որտեղ քաղաքական ուժի անձնապես ձեր մասին չեմ խոսում չեմ թիրախում բայց ես ուզում եմ հիշեցնել հայ հեղափոխական դաշնակցության շրջաբերականը հիմա թիվն ու ամսաթիվը չեմ հիշի համաձայն որի դուք 004 Մինչև այդ 3 հատ է եղել։ Հետաքրքիր է, խնդրում եմ 001, 002, 003-ներ բացահայտեք, արդեն մեծ կասկածներ ունեիք։ Վայ Աստված չանի այդտենց լինի։ Լսեք։ Այդ է ձեր տեսլականը։ Չլինի Հայաստանի Հանրապետություն, լինի գուբերնիա։ Այս անգամ այդ մետրոպոլիան ինչ կորոշի կտրել Հայաստանից։ Տիկին Վարդանյան։ Տիկին Վարդան, մի բան ասեք։ Լռեք։ Տիկին Վարդանյան։ Տիկին Վարդանյան։ Տիկին Ջուլայ։ Տիկին Բայց ես, քանի որ Տիկին Վարդանյանն այսպիսի աժոտաժ առաջացրեց եւ իրեն իրավունք վերապահեց ինձ ընդհատել, Տիկին Վարդանյան, ես ուզում եմ հանրային ասել, ձեզ չեմ մեղադրում, անձամբ ձեզ, ոչ մի բանի մեջ չեմ մեղադրում, որտեղ դուք անկեղծորեն հավատում եք, որ դուք ճիշտ եք։ Ճիշտ է, դա սխալ է, բայց ինձ թվում է դուք մտածում եք, որ դուք ճիշտ եք եւ դուք ձեր պորտկումները անկեղծ են։ Ցավոք սրտի ձեր այլ գործընկերների նկատմամբ չեմ կարող նույնը ասեմ։ Իրանք գիտեն, որ ճիշտը ես եմ, բայց իրանք ասում են այդ նույն նարատիվները այլ նկատառումներով։ Նենց որ դուք մտածելու բան չունեք այդ առումով։ Հիմա անցնենք առաջ։ Ես նորից եմ կրկնում եւ զարմանալի չի որ այդ սրա վրա է աժոտաժը առաջացավ։ Ձեր տեսլականը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետություն անկախ ինքնիշխան պիտի գոյություն չունենա։ Պիտի լինի գուբերնիա, ինչը մի անգամ արդեն արել եք 100 տարի առաջ, նորից ուզում եք նույնը անեք, դուք որոշները ազնիվ մղումներով, բայց ես խորը կասկածներ ունեմ, թե այդ քաղաքական ուժը կամ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրեր ներկայացնելիս, իրենց առօրյագործունեությամբ մեջ զբաղվում են եւ ելնում են Հայաստանի Հանրապետության շահերից, մտահոգ են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության համար։ Կառաջարկեի գլուխը բարձին դնելուց առաջ մի քիչ մտածել ես մասին, բայց ես դեռ ինձ հատուկ լավատեսությունը չեմ կարող հայտնել, ցավոք, դա անհույս գործ է։ Հայցերի մասին, Տիկին Գալստյան, այո, եւ սա հանրահայտ է, որ համաձայնագիրը ենթադրում է, համաձայնեցված տեքստում կա կարգավորում են մասին, որ կողմերը պարտավորվում են եւ պատրաստակամություն են հայտնում հետ քաշել միջազգային իրավական ատյաններում միմյանց նկատմամբ հայցերը, գանգատները, վեճերը եւ պարտավորվում են ապագայում չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև ստորագրման պահը։ Այս համատեքստում Տիկին Գալստյան, ես այլևս ավելորդ եմ համարում պատասխանել 60 միլիարդի կամ այլ հարցերի մասին ձեր մտահոգություններին։ Ինչ վերաբերում է
Ինչ վերաբերում է սա ասեցի։ Արտական։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, ըստ էության մի քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ խայտարակ դիվանագիտական պարտություններ արձանագրած արտաքին գործերի նախարարը անկախություն մերժելու մեջ մերժում է կամ դրժում է տեսնել մի քաղաքական ուժի, որը անկախությունն է կերտել։ Եվ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի 7-ամյա կենսագրությունը հետագիծը աղետներով, հայրենազրկումով, ցեղասպանությամբ, բռնի տեղահանություններով 5000 մեր որդիների արյամբա շաղաղված, հանկարծ դուք ձեզ ցույլ եք տալիս բարոյականության բոլոր կարմիր գծերը հատել եւ մեղադրել դաշնակցությանը։ Եվ ես զարմանում եմ, որ արտգործնախարարը նաև սիվիկի պատվարներից է օգտվում, հերթական ինչ-որ սիվիկի պատվարներ, որտեղ ծնվել են դաշնակցության կեղծ շրջաբերականները։ Անհարմար է։ Եթե դուք այդ պատրաստվածությամբ եք մտնում դիվանագիտական բանակցությունների մեջ, ուղղակի կարելի է կարեկցել Հայաստանին։ Եվ որևէ մեկը ձեզ թույլ չի տվել դաշնակցությանը մեղադրել եւ հանրային տարածքներում տարածել, թե իբրև թե դաշնակցությանը դեմը անկախությանը կամ պետականությանը։ Ուղղակի անհարմար է։ Մի հատ նայեք ինչ հետագիծ եք թողել։ Մի հատ նայեք, որ ձեր պետականության օրոք 18 թվականի ձեր որդեգրած 0 կետից հետո արյուն, հեղեղ, կորսված երկիր, Արցախի հանրապետություն, կայացած պետություն, ցեղասպանություն, գերիներ, նայում ես գերիների դատավարությանը մեռնել եք գալիս է, որ դու այդ ժողովրդին ես պատկանում։ Ու հիմա բաց ճակատով եկել եք այս կամերաների առաջ, փորձում եք դաշնակցությանը մեղադրել, ուղղակի անհարմար է։ Ես հասկանում եմ, որ բարոյականությունը եւ քաղաքականությունը իրարից այդքան հեռու են, բայց չի կարելի հանրահռչակել այդ մտքերը, անհարմար է։ Քիչ առաջ ես ձեզ փորձում էի ձեր մեջ ինչ-որ անկեղծության նշույլներ տեսնել, ուղղակի չի կարելի։ Եվ դուք, առաջինը դուք եւ ձեր քաղաքական ուժը քննելուց առաջ մի հատ մտածեք, ինչ հետագիծ եք թողնում եւ պատմությունը ինչ է դաջելու ձեր ճակատին։ Հարգելի Տիկին Գալստյան, իմ անկեղծությունը բաց է եւ անթակույց, հիմա տեսնում եք, չեք տեսնում, ձեր խնդիրն է։ Ես օգտվում եմ միայն մի պատվալից։ Բոլորն են տեսնում ձեր անկեղծությունը, ձեր ձեռագիրը, ձեր հետագիծը։ Տիկին Գալստյան, դուք պատվալներով եք հետաքրքրված, ուզում եմ ասեմ, նույն անկեղծությամբ, որ ես անձամբ օգտվում եմ միայն մի պատվալից, դա ԱԳՆ-ի շենքի պատվալ գծիկ գարաժն է, ուրիշ պատվալներից ես չեմ օգտվում։ Ձեր պատվալներից է դուս եկե։ Մյուսը դաշնակցություն եւ անկախություն հարաբերությունների մասին։ Փառք Աստծո, ինֆորմացիան բաց է, նայեք դաշնակցության դիրքավորումը, անկախության շարժմանը 1998, 89, 91 թվականներին։ Հանրային հրապարակային իրաց դիրքորոշում։ Ինձ մի լսեք, կարդացեք դաշնակցության հայտարարությունները։ Ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Դա ընդհանրապես անկախությունը ողջունող տպավորություն չի թողի ձեզ վրա կարծում։ Մյուսը, եթե այդքան խոսակցությունը ժամանակային առումով ընդլայնում ենք եւ օրինակ գնում ենք առաջին հանրապետություն, կրկին ինձ մի լսեք, կարդացեք, այս արդեն ի պաշտպանություն դաշնակցության եմ ասում, կարդացեք Սիմոն Վրացյանը չեք սիրում, մի կարդացեք Սիմոն Վրացյան, կարդացեք մյուսներին, Քաջազնունի կարդացեք, կարդացեք 1919-ի երկրորդ կեսից սկսած դաշնակցության առաջնորդների դիրքորոշումները։ 6 ամիս դրանից մնաց։ Հիմա լսեք, պարոն Խաչատրյան։ 6 ամիս հետո ինչ եղավ։ Լավ, մի տարի հետո ներողություն։ Բանը Ախր խառնեցիք է, ես ինչ էի ասում։ Կարդացեք դաշնակցության առաջնորդներին եւ ախր հրապարակային էլ է, վստահ իրակ կարդացել են, ո՞ս կարողա չեն կարդացել։ Ձեր ղեկավարները Տիկին Գալստյան հասկացանք, էլի ձեր ժամանակ էլ մի ավելի ուրիշ ցեղասպանված ժողովուրդ է եղել, թվերն էլ համեմատելու չեն։ Երբ որ ազգի առաջնորդությունը այս կամ այն չափով եղել է դաշնակցությանը, հիմա բան չի էլի սկսենք, բաներ կան, որ
Այսինքն եթե մի արհավիրք պատահում է, ասենք հիմա Աստված մի արածի 80 կամ լավ 88 թվին եղել է երկրաշարժ, դա պիտի վերագրենք այն մարդուն, որ եղել է բան է, եթե ուզում եք, շատ լավ, Աստված իմ, եթե ուզում եք մտնենք այդտեղ, նոր եւ վերադառնանք բուն թեմային։ Այո, ես համոզված եմ, այն արհավիրքը, որը տեղի է ունեցել, դրա սերմերը ցանվել են ամենասկզբում, դա բետոնվել է, ցեմենտվել է այն քաղաքականության շնորհիվ, որը վարվել է ձեր օրոք կամ ձերոնց օրոք, եւ ես նորից վերադառնում եմ խոսակցության ընկետին։ Այս այն հարցն էր, որ պիտի վաղուց լուծված լիներ ձերոնց կողմից, ձերոնց հաջորդների, որը չգիտեմ ձերոնք են թե չէ կողմից, ձերոնցից առաջների կողմից, ներոնց կողմից, վաղուց պիտի լուծված լիներ, չի լուծվել, եղել այն ինչ որ եղել է։ Մենք առաջարկում ենք, տեսնում ենք, համոզված ենք, որ այս է ճանապարհը, այս է լուծումը։